ծնողները մինչև ժառանգությունը նյութական փոխանցելը իրենց զավակներին պետք է փոխանցեն ոչ թե այն բնավորությունները վատ, որ իրենց մեջ կա, այլ այն առաքինությունները, որոնք իրենք ուզում են իրենց երեխաների մեջ տեսնեն։ Երբ որ դու հորիցդ ժառանգություն ես պահանջում, դա նշանակում է, որ դու հորդ արդեն թաղել ես։ Չնայած հայրդ կենդանի է։ Մեր մոտ դա շատ հաճախ հենց պրավալի արդյունք է լինում, երբ որ նոր սերունդը ստանձնում է իր վրա պատասխանատվությունը ղեկավարելու ընկերությունը կամ ժառանգությունը, կարող է մի պահ գա, որ չվատ կարող է հնչի, բայց այդ կուտը ուտի ու իրան թվա թե արդեն դա իրան։ Եվ ծնողը կամ ժառանգի փոխանցողը չմահացած մտովի թաղի։ Ճիշտ կազմելու, կազմակերպելու համար համոզված եմ, որ պետք է այն հենց առաքինությունները, որը ծնողից ժառանգում ես, հատկապես շատ կարևոր դեր է խաղում խոնարհությունն ու հեզությունը, չգիտես թե մեր ազգի մոտ այդ երկու բառերը, հատկապես խոնարհությունը բացասական ինչ-որ խեղճ իմաստով է, բայց դա ընդհանրապես դրա հետ կապ չունի, ուղղակի բառը չեն հասկանում մարդիկ։ Այո, շատ դեպքերում կարող է ծնողը սխալ դիտողություն ունի, կարող է ծնողը սխալ բան հուշի, բայց պետք է ունենաս այդ ճիշտ հակադրվելու ձևը, ճիշտ մարտնչելու, դա արդեն փորձառություն է, դեռ արդեն պետք է դու ճանաչես ծնողի, ծնողդ էլ քեզ, որպեսզի կարողանաք համատեղ աշխատել։